Տոներին մենք հաճախ ենք մտածում, ինչ նվեր գնենք մեր ամուսնու համար, կնոջ, ծնողի, երեխայի, բայց չենք մտածում, թե իրականում դիմացինը ինչ է սպասում մեզանից։ Իսկ նրանք հաճախ կարող են ասել ինձ ոչինչ պետք չէ, բայց դրա տակ հաճախ կարող ենք լսել, եթե ուշադիր լինենք, որ ինձ միայն դու ես պետք։ Ընկերներ, եկեք մի պահ մտածենք, ինչն է ամենաթանկը։ Մենք մտածում ենք, որ ամենաթանկը այս դարաշրջանում ժամանակն է, բայց արի ու տես, որ ամենաթանկը դա ներկայությունն է մեր օրերում, որովհետև հաճախ մենք կարող ենք լինել իրար հետ, բայց առանց իրական ներկայության։ Նույն սեղանի շուրջ, բայց ամեն մեկս մեր հեռախոսի մեջ։ Եվ ստացվում է, որ ամենաթանկ բանը իրական ներկայությունն է դարձել մեր երեխաների համար, մեր զուգընկերոջ համար, մեր ծնողների համար։ Եկեք մտածենք, ինչ կարող եմ իրականում տալ, որը հնարավոր չի լինի գնել խանութներից, հնարավոր չի լինի գեղեցիկ փաթեթավորել, լուսանկարել եւ ամենակարևորը story դնել, որը որ մենք մեր օրերում սիրում ենք անել։ Գուցե դա լինի մի ամբողջական զրույց, մի անկեղծ լսում, մի հանդիպում առանց շտապելու, եւ գուցե դա իրականում ավելի երկար մնա մեր սրտերում։ Հաճախ երեխաները, որոնք ամեն ինչ ունեն, չեն հիշում իրենց ունեցածը։ Նրանք հիշում են այդ ժամանակ մաման, պապան ներկա եղել են թե ոչ։ Մի մտածեք ինչ նվիրեք ձեր երեխաներին։ Մտածեք ինչպես անեք, որ նրանք ձեր կողքին զգան, որ դուք իսկապես ներկա եք, որ ձեր հայացքի մեջ իսկապես զգան, որ դուք այստեղ եւ հիմա իրենց հետ եք։ Ես աշխատում էի մի տղամարդու հետ, որը խաղաղության խնդիր ուներ։ Նա ասում էր, որ հաճախ ընտանիքիս հետ անգամ երբ որ նստած եմ, ես մտքիս մեջ մտածում եմ խաղամ, չխաղամ, խաղամ, չխաղամ, ոնց անեմ, գնամ խաղամ, հեսա գումարս աշխատավարձս նստի գնամ խաղամ։ Նա ուղղակի մի պահ անդրադարձել էր, որ անգամ այդ պահերին, երբ որ ֆիզիկապես նստած է ընտանիքի հետ, մտքով ինքը իր հաշվարկների մեջ է, մտքով իր պայքարների մեջ է։ Չգիտեմ ինչ կա մեզանից ամեն մեկի սրտում, բայց ընկերներ, խնդրում եմ, տոները մոտեցել են։ Եկեք մի պահ անկեղծ լինենք ինքներս մեզ հետ։ Փորձենք զգալ, ապրումակցենք, փորձենք զգալ այդ նուրբ, շատ նուրբ սպասումները մեր դիմացինի մեջ։ Փորձենք հասկանալ ինչ է ուզում դիմացինը մեզանից, ինչ է սպասում մեր երեխան, ինչ է սպասում մեր ծնողը, ինչ է իրականում կլցնի մեր հարաբերությունները անկեղծությամբ։ Եկեք փորձենք լինել անկեղծ, եկեք լինենք իրական մեր զգացմունքների մեջ, չլինենք ձևական, տոնական սեղանին հաճախ հնչող արտահայտությունը, որ ամեն ինչ լավ է, ճոխ կենացներ են հնչում, բայց դրա տակ էլ իրականում կա միտք, որ արդյոք արժի խոսալ, որովհետև ցավը մի տեսակ տոնական սեղանի վրա տեղ չունի։ Եկեք անկեղծ լինենք, լսենք մեզ եւ լսենք մեր դիմացիններին։